Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոշտ հայտարարություն է արել թալիբների դեմ։ Նրա խոսքով շարժման գործողությունները Աֆղանստանը հետ են տարել դեպի միջնադար։ Զելենսկին ընդգծել է, որ թալիբների իշխանությունը ոչ միայն կտրել է երկրի զարգացման ուղին, այլև վտանգի տակ է դրել այնտեղ ապրող միլիոնավոր մարդկանց ապագան, գրում է Լենտա.ru-ն։ Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի Աֆղանստանում տիրող իրավիճակը, քանի որ այն սպառնում է գլոբալ կայունությանը։ Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 24-ին Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում 64 մարդ է զոհվել։ Իսրայելական ուժերը թիրախավորել են Գազա քաղաքի տարբեր թաղամասեր, այդ թվում Թել Ալ-Հաուս եւ Ան-Նասր թաղամասերը, Թուֆահ թաղամասում գտնվող տեղահանվածների համար նախատեսված դպրոցը, Պաղեստինի բակի շենքը։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հիվանդանոցներում իրավիճակն աղետալի է։ Եթե հիվանդանոցները դադարեցնեն գործունեությունը, Գազայի հատվածի հիվանդները մի քանի ժամվա ընթացքում կբախվեն զանգվածային մահվան, նշել է նա։ Գազայի քաղաքացիական պաշտպանություն իր հերթին հայտարարել է, որ անկլավի հյուսիսից մինչև հարավ հարյուրավոր տեղահանված ընտանիքներ կացարան չունենալու պատճառով գիշերում են գետնին։ Գազայի կառավարության տեղեկատվության գրասենյակը հայտնել է, որ Գազա քաղաքում շարունակում է մնալ ավելի քան 900,000 մարդ, հավելելով, որ դեպի հարավ տեղահանվածների թիվը հասել է 335,000-ի։ Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65,419-ի։ Վիրավորվել է 167,160 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք եւ երեխաները։ 2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել, ի պատասխան պաղեստինյան Համաս շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել շուրջ 250 մարդ։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան քննադատել է Եվրոպական միությանը շարունակվող ռուսական էներգառեսուրսների գնումների համար, ինչպես փոխանցում է Դելֆին, նա ընդգծել է, որ նույնիսկ Ուկրաինայում պատերազմական գործողությունների սկսվելուց 3.5 տարի անց Եվրամիությունը շարունակում է գնել ռուսական գազ եւ նավթ։ Նաուսեդայի խոսքով այն գումարները, որոնք Եվրամիության երկրները ծախսում են ռուսական էներգակիրների ձեռքբերման համար, գերազանցում են Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները։ Սա նշանակում է, որ Եվրոպան նույնիսկ չեզոք չէ եւ ֆինանսական առումով ավելի շատ Ռուսաստանի կողմն է, քան Ուկրաինայի։ Մենք իհարկե աջակցում ենք Ուկրաինային եւ կիրառում ենք պատժամիջոցներ, բայց էներգակիրների ներմուծման այս անընդհատությունը պետք է բոլորին հուսախաբ անի, ասել է նա։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր երկրներին Ռուսաստանի էներգակիրներից հրաժարվելու կոչ անելով գործում է որպես բիզնեսմեն, ապահովելով իր երկրի տնտեսական շահերը։ Հակաօդային պաշտպանության համակարգերը չորեքշաբթի օրը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են եւս 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Սեպտեմբերի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00 ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը Բելգորոդի, Կուրսկի, Ռիազանի, Կալուգայի եւ Բրյանսկի մարզերի, Կրասնոդարի, Եկրամասի, Ղրիմի հանրապետության եւ Սևծովի վրայով որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք, ասվում է հաղորդագրության մեջ։ Լեհաստանի զինված ուժերը պատրաստվում են դուրս բերել շահագործումից խորհրդային արտադրության Mi-24 հարվածային ուղղաթիռները, որոնք ստացել են կրոկոդիլ մականունը։ Ինչպես գրում է Defense 24-ը, վերջին մեքենաները կհանվեն ծառայությունից մինչև 2027 թվականը։ 2022-ին Լեհաստանը ուներ 28 միավոր Mi-24, սակայն Ուկրաինայում պատերազմական գործողությունների սկսվելուց հետո դրանցից 10-ից 12-ը փոխանցվել են Կիև։ Ներկայումս երկրում մնացել է մոտ 16-ից 18 ուղղաթիռ, որոնք օգտագործվում են սահմանափակ չափով, հիմնականում օդաչուների ուսուցման եւ մարտական դաշտում կրակային աջակցության համար։ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Ուկրաինան կարող է վերադառնալ 1991 թվականի սահմաններին։ Չեպան ընդգծել է, որ Թրամփի նպատակն իրականում շահ ստանալն է, այլ ոչ թե Կիևի նկատմամբ դիրքորոշման փոփոխությունը։ Նա փորձում է ստիպել եվրոպացիներին դադարել գնել ռուսական էներգակիրներ։ Թրամփին ձեռնտու է, որ Եվրոպան գնեց ավելի թանկ ամերիկյան ռեսուրսներ, նշել է պատգամավորը։ Նրա կարծիքով հենց այդ շահի պատճառով Թրամփը
Թրամփը իր ելույթներում եւ գրառումներում պարբերաբար խոսում է Ռուսաստանի տնտեսության քայքայման մասին։ Պատգամավորը հավելել է, որ այս ամենը ուղղված է ԱՄՆ շահույթին, հայտնում է Lenta.ru-ն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Դատարանը մեղավոր է ճանաչել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանից ընդամենը 1 ամիս եւ 9 օր պահանջվեց նման վերդիկտ հրապարակելու համար այն դեպքում, երբ բազմաթիվ այլ գործերով քննությունները տարիներ են տևում։ Դատարանի հետևությունն այն է, որ Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով։ Վերդիկտով նաեւ խափանման միջոցը թողնվել է անփոփոխ իր սահմանափակումներով, հայտարարել է դատավորը։ Նշենք, որ նիստին ներկաները բուռն են արձագանքել բղավելով ամոթ։ Շիրակի թեմի առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացն էլ որակում է որպես քաղաքական հետապնդում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով վերանշանակումներ եւ ազատում է կատարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։ Այսպիսով նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը, Աննա Ժամակոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ռասիստская գազետան գրում է. ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձարգանքի ամուր ավանդույթների վրա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Վստահ եմ, որ այս հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։ Իր շնորհավորական ուղերձում Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը Եվրասիական տնտեսական միության եւ անկախ պետությունների համագործակցության շրջանակներում Մոսկվայի եւ Երևանի խորացող ինտեգրումն անվանել է լիովին համապատասխան Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին։ Ռուսաստանի հետ բարեկամությունը գոյություն ունի վաղուց։ Այն արտացոլված է դասական հայ գրականության մեջ։ Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Հրանտ Մաթևոսյանը, Չարենցը եւ Սևակը բոլորն էլ հայ ազգին կտակել են բարեկամ լինել Ռուսաստանին եւ գնահատել այդ բարեկամությունը։ Բացատրում է Տյումենի մարզի հայերի միության նախագահ եւ Սփյուռքի ոչ պաշտոնական առաջնորդ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանը։ Հայ-ռուսական բարեկամության պատմության նշանակալի իրադարձությունների շարքում անհնար է մոռանալ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որը ազդել է Հայաստանի մոտավորապես 40%-ի վրա։ Մի քանի րոպեում Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, 17 այլ փոքր բնակավայրերի եւ 324 գյուղեր ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվեցին։ Զոհվեց ավելի քան 25000 մարդ։ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիշկովը գլխավորում էր երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովը։ 2008 թվականին այժմ թոշակի անցած Ռիշկովը դարձել է առաջին օտարերկրացին, որին շնորհվել է Հայաստանի բարձրագույն Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը։ Հայ-ռուսական հարաբերությունները պաշտոնական պայմանագրերում եւ միջազգային համաձայնագրերում ամրագրված են որպես ռազմավարական։ Ես կարծում եմ, որ երրորդ կողմերի բոլոր անհիմն հայտարարությունները, որոնք ուղղված են էթնիկ ատելություն հրահարելուն, պետք է ճնշվեն օրենքի սահմաններում, ասել է Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը։ Ասել եմ 100 անգամ, թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը իր ձեռքի տակ են, չի հրապարակում, թող հրապարակի։ Այս մասին այսօր սեպտեմբերի 24-ին Մատենադարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին 3 նախագահներին բանավեճի է հրավիրում, սակայն վերջիններս չեն գնում։ Հարցին, եթե հրապարակի կգնաք բանավեճի, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. եթե հրապարակի, վեճը վերջացած կլինի, որովհետև ամեն ինչ է այնտեղ։ Անդրադառնալով փոխզիջումներով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման թեզերին, նա ասել է. այդ թեզերը նա կործանեց Ստեփանակերտում, հայտարարելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ ու պատերազմ բերեց։ Նա կեղծ որակեց պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հենց իր խաղաղության օրակարգով է առաջ ընթանում։ Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան իմ քաղաքականությունն իր քաղաքականության հետ, բացարձակապես ոչ մի կապ չունի, նշել է առաջին նախագահը։ Նշենք, որ այսօր Մատենադարանում Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով էր կազմակերպվել։ Համացանցում տարածվել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի վերջին տեսաուղերձը, որն արվել է նրա մահից ժամեր առաջ։ Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։
Այսինքն կամավոր ներկայացել եմ հյուպատոսություն, խնդրելով, որ ձևակերպեն, որ ես կամավոր եմ ներկայացել եւ խնդրում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները իմ էքստրադիցիան կատարեն, քանի որ ես կամավոր ներկայացել եմ, չեմ խուսափում էքստրադիցիայից եւ ուզում եմ օրենքի սահմաններում, որ Հայաստանի Հանրապետությունը իրականացնի քրեական հետապնդումը եւ ես կարողանամ պաշտպանվել օրենքով սահմանված եւ սահմանադրության սահմանված կարգով։ Այսօրվա դրությամբ իրավապահ մարմինները չեն կարողանում ինձ պատասխանել, թե ինչ պատճառներով ՀՀ քաղաքացում չեն կարողանում ձևակերպել էքստրադիցիայի պահը եւ այն փաստն, որ ցանկանում են, որ ՌԴ-ի իրավապահ մարմիններին ինձ հանձնեն, որ չիրականանա իմ էքստրադիցիան։ Նեոբոլշևիկներին է հատուկ այն, ինչ օրվա իշխանությունն անում է Հայաստանի հետ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺԲ խորհրդի անդամ քաղաքագետ Արա Պապյանը։ Նրա խոսքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թուլությունը թշնամու մոտ բերում է գայթակղություն։ Այստեղ խնդիրը այն չի, որ դու ավելի ուժեղ ես, խնդիրը այն է, որ դու հակահարված հասցնելու այնպիսի ունակություն ունենաս, որպեսզի թշնամիդ հասկանա, որ դա ավել մտածի, հարձակվի թե չհարձակվի, որտեղ քո թուլությունը բերում է գայթակղության։ Այս սխալ այդ բա, որ դու թույլ ես, ինքը քեզանից վտանգ չի զգում, քո վրա չի հարձակվի, ոչ, երբ որ դու թույլ ես, ինքը գայթակղվում է քո վրա հարձակվելու։ Եվ կողքից էլ կան այսպես ասած ուժեր, որ անդադ այդ բանին դրդում են, բայց մենք այն վիճակի մեջ չենք, որ անգամ ենթադրենք, բարձ ասվում է, որ Երևանը ադրբեջանական է, Գյումրիան ադրբեջանական է եւ այլն։ Իսկ ներկա ժամանակակից զենք զինամթերքի պարագայում այդտեղ քանակի ու բանի արծը ճիշտ կազմակերպման դեպքում կա։ Մյուսը, եթե դաշնակիցների արծա, բաղ ղեկավարությունը դրա համար է, որ դաշնակիցներ կարողանա ստեղծի ձեռք բերի աշխատանք կրա։ Դաշնակիցները նույն Թուրքիայի ներսում, իսկ մենք ինչ աշխատանք ենք տարել Թուրքիայի ներսում 20 միլիոնից ավել ալևի է ապրում նրանց հետ հարաբերությունները զարգացնելու, թեկուզ եւ հասարակական կառույցների միջոցով, նույն քրդերի հետ մենք ինչ հարաբերություններ ունենք։ Այս ամբողջը շատ կարևոր հարց է։ Խստորեն դատապարտում ենք Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Այս մասին հրապարակում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մեր խորը ցավակցությունն ենք հայտում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ Փարաքար համայնքի ողջ բնակչությանը։ Վիրավորում ստացած անձին մաղթում ենք շուտապույտ եւ լիարժեք ապաքինում։ Համայնքների միությունը կոչ է անում Հայաստանի իրավապահ մարմիններին արագ եւ ամբողջական քննություն իրականացնել, հանցագործության կազմակերպիչներին եւ կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկելու համար։ Համայնքների միությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը բոլոր համայնքապետերին եւ բնակիչներին, ընդգծելով, որ որևէ բռնություն կամ մահաբեկում անընդունելի է եւ պետք է արժանանա իրավական համարժեք արձագանքի, ասված է ցավակցական ուղերձում։ Հայաստանի հանրությունը երեկ ցնցվեց Մերձավանի համայնքապետի բարբարոսական սպանության մասին լուրից։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նա մասնավորապես ասել է. «Սա երկրում տիրող ամենաթողության, արդարության եւ արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործունեության եւ անպատժելիության վկայությունն է։ Փաստացի երկրի իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով, ճնշումներով, փոխանակ կանխի դրանք։ Խստորեն դատապարտում է Մերձավանի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը, հիշեցնելով, որ դեռևս բացահայտված չէ իմ նկատմամբ 2007 թվականի ապրիլի 2-ին կազմակերպված մահափորձը, որին զոհ գնացին իմ 4 ընկերները։ Ծանր վիրավորվեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Քաղաքական պատվերով այս հանցագործությունը ցավոք ծնեց նորերը։ Ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, իսկ բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները պետական քաղաքականության, նշել է Գյումրիի քաղաքապետը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դրական է գնահատել ուկրաինական հակամարտության վերաբերյալ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի արտահայտությունները։ Ես ուրախ եմ տեսնել, որ ԱՄՆ նախագահը հավատում է Ուկրաինայի ունակությանը, ոչ միայն դիմակայելու, այլև իր իրավունքների հարգմանը հասնելու համար, ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ Բացի այդ, Մակրոնը նշել է, ողջունում է Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունները ռուսական տնտեսության թուլացման մասին։
Ուկրաինան պատրաստ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե վերջինս կարողանա վերջ դնել Ռուսաստանի պատերազմին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատասխանելով Deutsche Welle-ի հարցին։ Թրամփը հնարավորություն ունի ավարտել այս պատերազմը եւ եթե նա ավարտի այն, միանգամայն վստահ եմ, բոլոր ուկրաինացիները դա կանեն հաճույքով, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ինքը Թրամփը այն հարցին արդյոք Կիևը կարող է առաջադրել նրան պատասխանել է, ինչու ոչ։ Նովորոսիսկում ուկրաինական հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են։ Հարվածը տեղի ունեցել քաղաքի կենտրոնում Նովորոսիսկ հյուրանոցի մոտակայքում, հայտնել է Կուբանի նահանգապետ Վենյամին Կոնդրատյևը, վնասվել է 5 բնակելի շենք։ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ պատրաստ է ոչ միայն վերադարձնել իր տարածքները, այլև ել ավելի առաջ գնալ։ Այս մասին նախազգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում, ամփոփելով Զելենսկու հետ բանակցությունների արդյունքները։ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ գտնվում է կռվելու եւ իր ողջ տարածքը նախկին սահմաններում վերադարձնելու դիրքում։ Ուկրաինան կկարողանա վերադարձնել իր երկիրն իր նախկին տեսքով եւ ով գիտի գուցե նույնիսկ ավելի հեռուն գնա, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է Միացյալ Նահանգները շարունակելու է զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, որը կարող է անել նրա հետ այն, ինչ հարկ է համարում, այդ թվում փոխանցել Կիևին։ Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը կարող է կապված լինել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու փորձի հետ, հայտնում է Politico-ն, վկայակոչելով եվրոպական աղբյուրները։ Թրամփի գրառումը կարող է լինել ոչ այլ ինչքան Պուտինին հրահրելու փորձ, որը ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ իրական փոփոխության չի հանգեցնի, ասված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ ԵՄ պաշտոնյաներն ու դիվանագետները ընդգծել են, ուկրաինական հակամարտության վերաբերյալ ամերիկյան առաջնորդի հռետորաբանությունը դեռ կարող է փոխվել։ Բարեբախտաբար, բայց նաև ցավոք մեզ համար այնինչ Թրամփն ասում է երկուշաբթի, տարբերվում է նրանից, ինչ նա ասել է երեքշաբթի օրը, նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակիցը, անանունության պայմանով։ ՄԱԿ-ն իր 80-ամյակի նախօրեին կանգնած է լրջագույն ճգնաժամի առջև կազմակերպությունն ավելի է վերածվում քայլող դիակի եւ վտանգում է կրկնել ազգերի լիգայի ճակատագիրը։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը։ ՄԱԿ-ի հասցեին քննադատություններ են հնչեցնում կազմակերպության բազմաթիվ անդամներ, այդ թվում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ Հռոմի նոր պապ 14-րդի կարծիքով կազմակերպությունը կորցրել է մարդկանց միավորելու ունակությունը, իսկ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ավագ օգնական Նադեր Մուսաֆիզադեն ընդգծել է միավորումը բախվում է ոչ միայն արտաքին, այլև ներքին ճգնաժամի։ Ներքին ճգնաժամը պայմանավորված է իշխանության ներուժի եւ այցելության 20-ամյա թուլացմամբ, հատկապես բնակչության ամենաաղքատ խավերի եւ հակամարտությունների գոտիներում գտնվող մարդկանց շրջանում։ Ներկայիս ճգնաժամը կապված է հակամարտությանն ու մեծ տերությունների մրցակցությանը վերադառնալու հետ, նշել է պաշտոնյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե անվտանգության ինչ պոտենցիալ երաշխիքներ կարող է ստանալ Ուկրաինան խաղաղ համաձայնության հասնելուց հետո։ Այս մասին նա հայտնել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Մենք այդ մասին ավելի ուշ կխոսենք ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների հետ։ Դեռ շատ վաղ է պատասխանել նման հարցին, նշել է ամերիկացի առաջնորդը։ 2023 թվականի սեպտեմբերի 24-ը դարձավ ճակատագրական Արցախի պատմության մեջ։ 2 տարի առաջ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին արցախցին ստիպված էր լքել իր հայրենիքը, հայրենի հողը, որտեղ տարիներ շարունակ ապրելու արարել էր։ Ավելի քան 100,000 մարդ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը եւ տեղափոխվեց Հայաստան։ Ականատեսների վկայությամբ այդ օրերին Արցախում ամեն օր տիրում էր քաոս, մեքենաների շարասյուններ, ճանապարհներին հերթեր, ընտանիքներն ու ունեցվածքը փրկելու փորձեր։ Մարդիկ հեռանում էին անորոշության մեջ, լքելով իրենց տները, նախնիների գերեզմանները եւ այն ամենը, ինչը նրանց կապում էր հայրենի հողի հետ։
Մեր զրուցակիցներից նաև նշում են, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ռուս խաղաղապահներն են իրենց աջակցություն ցուցաբերել թե 44-օրյա ալյունալի պատերազմից հետո, թե բռնագաղթի օրերին։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում արցախցիներն իրենց ծանր հիշողություններով են կիսվել, ինչպես վերջին հրաժեշտը տվեցին իրենց հայրենիքին՝ խուճապ, մարդկանց հերթեր, լքված տներ, մի կողմից էլ ադրբեջանական զորքերի առաջ խաղացում, կրակոցներ։ Ահա այսպես է հիշում այդ դաժան օրերը Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Մինչև ամսի 24-ի գիշերը, այսինքն 24-25-ի գիշերը էլեկտրականության բացակայություն, կապի բացակայություն, էլեկտրականության բացակայության հիմնականում էլեկտրականության բացակայության հետևանքով ջրամատակարարման բացակայություն, գազամատակարարման բացակայություն, ամբողջական մարտից ի վեր արդեն մինչև ավարտը, այսպես ասել։ Ու այս ամենը բնականաբար հանգեցնում էր այն իրավիճակին, որը տեղի ունեցավ, եւ նաեւ սեպտեմբերի 19-ից սկսած Ստեփանակերտում ու Հարակից գյուղերում արդեն ներքին բռնի տեղահանված անձանց կուտակումներ, իսկ արդեն 24-ին նույնիսկ Ստեփանակերտի Հարակից գյուղերի բնակիչները արդեն Ստեփանակերտում էին կամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տարբեր հերթերում եւ այլն։ Ընդհանուր պատկերը սա է։ Ամսի 23-24-ին արդեն ադրբեջանցիները թույլ էին տվել որոշ հումանիտար բեռներ մուտք էին գործել ադրբեջանական կողմից, Կարմիր խաչի միջոցով եւ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այսինքն իրենց կողմից մատակարարվող, բայց այդ օգնությունը հումանիտար շատ չնչին էր, այսինքն օվկիանոսի մեջ համարեք մի կաթիլ։ Արցախի ԱԻՊՑ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը նույնպես նշում է, որ Ստեփանակերտը վերածվել էր հսկայական ճամբարի։ Մարդիկ գիշերում էին ուղիղ հրապարակներում եւ փողոցներում, իսկ քաղաքը աստիճանաբար դատարկվում էր։ Եվ սեպտեմբերի 21-ին արդեն մեզ համար պարզ էր ամեն ինչ, որ պետք է ստիպված լքեինք կամ մնայինք։ Երկու տարբերակ էր կամ մնալ եւ ուծացվել ադրբեջանցիների հետ ապրել, կամ պետք է դուրս գալ եւ ապրել արդեն մայր Հայաստանում կամ այլուր։ Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը, բնականաբար ադրբեջանցիների հետ անհնար էր ապրել, հատկապես 2020 թվականի պատերազմներից հետո, դրանից հետո տեղային մարտերի, ահաբեկչական գործողությունների եւ 9-ամսյա շրջափակումից հետո անհնար էր արդեն ապրել ադրբեջանցիների հետ։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն էլ հիշում է, քաոս էր այդ օրերին։ Մարդիկ իրենց միջոցներով մի կերպ փորձում էին փրկել ընտանիքի անդամների ու հարազատների կյանքը, դուրս բերելով նրանց ադրբեջանական ճիրաններից։ Իրավիճակը շատ պիս է եղել, այսինքն ժողովուրդը ոնց կարողացել են, այսինքն ամեն մի մարդ միջև դուրս է եկել։ Այսինքն մարդը իր սեփական ավտոյով այդ վաղը պլակատը այդպես ինչ եղել, մի բան կարել են դուրս է եկել։ Ինքը այսինքն սպասարկել եք ավտոբուսայով, որ այդ մարդը դուրս է եկել։ Օգնել եք, որ տնից ով ինչ կարացել է, օգնել եք հրապարակը բանան, այդ մարդը դուրս է եկել։ Նա ընդգծում է, որ հենց այդ օրերին ռուս խաղաղապահները դարձան բնակիչների աջակցության աղբյուրը։ Խաղաղապահները իրաք այսինքն քաղաքի սահմաններն են պայելուց լա, իրաք այդ աշխատելիս են լավ է, այսինքն զոհին բանեն ձյալները մագայս աճայելիս են եղել, ամմարդ եկն լավ է, այսինքն որ մի տարանային մարդակետից, մարդունից։ Արցախցիներից շատերն ընդգծում են այդ օրերին ռուս խաղաղապահների դերը եւ կարեւորությունը։ Նրանց խոսքով խուճապի եւ հուսահատության մեջ հենց ռուսական խաղաղապահ զորախումբն էր, որը խաղաց հիմնական մարդասիրական դեր։ Նրանք ապահովեցին փախստականների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով, հասցրին մարդասիրական օգնություն, օգնեցին վիրավորներին եւ հիվանդներին, մասնակցեցին զոհվածների մարմինների որոնմանը եւ տարհանմանը։ Իշխանությունները որքան էլ այսօր փակված համարեն Արցախի էջը եւ հայկական երկրորդ պետությունը համարեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, միևնույն է, հայ հիշողությունից ոչ ոք չի կարող ջնջել հայրենիքը, Արցախը, իսկ Արցախում ամեն բան հիշեցնելու է հային եւ հայկական մշակույթը։
Չնայած պատժամիջոցներին ռուսական տնտեսությունն իրեն լավ է դրսևորում, նման գնահատական է տվել բրիտանացի աշխարհաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։ Ռուսաստանում հասկանում են տնտեսությունը փլուզման եզրին չէ, եւ նրանք նաեւ ընդունում են իրական աշխատավարձն աճում է, ինչը տարբերվում է պատժամիջոցներով պաշարված տնտեսության մասին ֆոն դեր Լայենի պնդումներից, նշել է փորձագետը։ Ինչպես պնդում է Մերկուրիսը, ֆոն դեր Լայենն ապրում է սեփական իրականության մեջ, հերքելով Եվրոպայի հուսահատ տնտեսական իրավիճակը կամ Ռուսաստանում տիրող իրավիճակը, որտեղ կենսամակարդակը բարձրանում է։ Եվրամիությունում շատերը թերահավատորեն են գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Այդ հարցում նրա հաճախակի փոփոխվող դիրքորոշման պատճառով այս մասին գրում է Պոլիտիկոն, պարբերականի տվյալներով Ուկրաինայի թեմայով ամերիկյան առաջնորդի հրապարակման արձագանքները տատանվել են հիացմունքի եւ թերահավատության միջեւ։ Նրա հայտարարության նկատմամբ անվստահությունը պայմանավորված է հաճախ փոփոխվող կարծիքի պատճառով։ Պարբերականի զրուցակիցն ընդգծել է. Թրամփը միշտ Պուտինից մեկ զանգի հեռավորության վրա, որից հետո կարող է կրկին հրաժարվել Ուկրաինամետ դիրքորոշումից։ Եվրոպական երկրների Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները օդային տարածքի խախտումների եւ պրովոկացիաների մասին պայմանավորված են ոչ թե իրական սպառնալիքով, այլ Վաշինգտոնի աջակցությունը պահպանելու ցանկությամբ։ Սրա մասին սոցիալական ցանց X-ում գրել է Նորվեգիայի հարավային համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզեն։ Ուշագրավ է, որ հենց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը զգուշացրեց Բալթյան երկրներին, որ ԱՄՆ-ն կարող է կրճատել անվտանգության ոլորտում աջակցությունը, անմիջապես հաղորդվեց, թե իբր ռուսները սկսել են անիմաստ սադրանքներ։ Դա բարդացնում է ԱՄՆ-ի համար իր պարտավորություններից հրաժարվելու հարցը, գրել է Դիզեն։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Էլիսոն Արթը մեղադրել էր Մոսկվային Էստոնիայի օդային տարածքը խախտելու մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սակայն հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին 3 MiG-31 կործանիչներ կատարել են պլանային թռիչք Կարելիայից դեպի Կալինինգրադ, առանց որևէ երկրի սահմանը խախտելու։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան պետք է համաձայնի Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման պայմաններին։ Նրա խոսքով նախագահ Դոնալդ Թրամփի համար պատերազմը հնարավորինս արագ ավարտելը մնում է առաջնահերթություն։ Ուկրաինացիները պետք է համաձայնեն խաղաղ համաձայնագրին, ընդգծել է Ռուբիոն։ Նա նշել է, որ Վաշինգտոնը չի կարող անվերջ մնալ այն կողմը, որը վարում է երկխոսություն բոլոր մասնակցողների հետ։ Վաղ թե ուշ ԱՄՆ-ն կարող է որոշում կայացնել նոր պատժամիջոցների կիրառման մասին, հավելել է պետքարտուղարը։ Ավելի վաղ Ռուբիոն նշել էր, որ ԱՄՆ-ն չի շտապում նոր սահմանափակումների գնալ Ռուսաստանի դեմ, քանի դեռ եվրոպական երկրները շարունակում են գնել ռուսական նավթ ու գազ։ Նրա խոսքով Եվրոպայի մի շարք երկրներ պահանջում են Վաշինգտոնից ավելի կոշտ քայլեր, բայց իրենք շարունակում են մեծածավալ էներգակիրների գնումը Մոսկվայից։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում սեպտեմբերի 23-ից 3-ը, 24-ից 26-ին, 28-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ին գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում սեպտեմբերի 23-ից 3-ը, 24-ից 25-ին, 26-ի գիշերը, 28-ից 3-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ից 3-ը, 27-ին գիշերը եւ կեսօրից հետո 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հնարավոր է նաև մառախուղ։ Քամին հյուսիսարևելյան 5-ից 9 մետր/վայրկյան։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ից 3-ը, 24-ից 25-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 6-ից 9 աստիճանով։